Արսեն Թորոսյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, 2018-2021 թվականներին առողջապահության նախարար, 2021 թվականին վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2021-2025 թվականների Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր։ Արսեն Թորոսյանի 2021-2024 թվականների հայտարարագրերի վերլուծությունը համակարգային կոռուպցիոն ռիսկեր է բացահայտում, որոնք կապված են շահերի բախման, պետական գնումների միջոցով ընտանիքի հարստացման և կասկածելի ֆինանսական գործարքների հետ։ Թորոսյանի բանկային հաշիվները ըստ հայտարարագրի։ Պատգամավորական ժամկետի առաջին 2 տարիների ընթացքում Թորոսյանը բանկային հաշիվներում պահել է խոշոր չափի գումարներ, որոնց ծագումը նշված չէ ներկայացված հայտարարագրում։ 2021 թվականին 30,995 եվրո, 20,031 ԱՄՆ դոլար, 12,463,550 դրամ։ 2022 թվականին 56,240 եվրո, 3,192 դրամ։ 2023 թվականին 1,355 եվրո, 686,290 դրամ։ 2024 թվականին 450 եվրո, 593,593 դրամ։ Կանխիկ գումարները ըստ հայտարարագրի։ Թորոսյանը նաև զգալի չափի կանխիկ գումարներ է ունեցել։ 2021 թվականին տվյալներ չկան, 2022 թվականին 12 միլիոն դրամ, 2023 թվականին 1 միլիոն դրամ, 2024 թվականին 3 միլիոն դրամ։ Բաժնետոմսերը և պարտատոմսերը ըստ հայտարարագրի։ Անկային հաշիվներում գտնվող և կանխիկ խոշոր գումարներից բացի, Թորոսյանը 2023 թվականից ի վեր տիրապետում է նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի մեծ պորտֆելի։ 2021 թվականին տվյալներ չկան, 2022 թվականին տվյալներ չկան, 2023 թվականին 1,030,000 դրամ, 49,500 եվրո, 2024 թվականին 50,500 եվրո։ Թորոսյանի եկամուտները ըստ հայտարարագրի։ 2021-2024 թվականներին Արսեն Թորոսյանը կասկածելի բնույթի եկամուտներ է ստացել, այդ թվում արտասահմանյան բանկերից և որպես նվիրատվություն։ 2021 թվականին 39,703,019 դրամ, որից 20,737 եվրո ավստրիական բանկից, 9,520,000 դրամ, որ Գևորգ Թորոսյանի կողմից նվիրատվության տեսքով։ Մնացածը պետական վճարումներ, աշխատավարձի և այլնի տեսքով։ 2022 թվականին 28,496,890 դրամ, որից 20 միլիոն դրամ իր բարեկամին Արթուր Արտավազդի Թորոսյանին գույք վաճառելու համար, 709,000 դրամ ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտից քաղաքացիական իրավական պայմանագրով, մնացածը աշխատավարձի տեսքով։ 2023 թվականին 34,17,216 դրամ, որից 15,750,000 դրամը Վալկ Ամերիա բանկից, 7,800,000 դրամը Ոմնկեա Կուրնայի մի պաննային գույք վաճառելու համար, 360 եվրո Unicredit Bank Austria AG մնացածն աշխատավարձի տեսքով։ 2024 թվականին 13,491,955 դրամ, որից 1,015,000 դրամ Ամերիա բանկից այլ եկամուտների տեսքով և 2,63,918 դրամ եկամտային հարկի վերադարձ, մնացածը աշխատավարձի տեսքով։ Շարժական և անշարժ գույքի հետ կապված գործարքները ըստ հայտարարագրի։ Կուտակված հարստության հետ մեկտեղ Թորոսյանը նաև խոշոր գումարներով ձեռք է բերել հողատարածքներ և անշարժ գույք։ 2021 թվականին Թորոսյանը 17,750,000 դրամով գնել է BMW մակնիշրի ավտոմեքենա, որի 9 ամիս անց վաճառել է 16,400,000 դրամով։ Նա նաև մի քանի հողատարածք է գնել Կոտայքում և Արաքածուտնում, ընդհանուր առմամբ մոտ 20 միլիոն դրամով։ 2022 թվականին Կոտայքում երկու հողատարածքի վաճառք իր ազգական Արթուր Թորոսյանին 20 միլիոն դրամով։ 2023 թվականին Արաքածուտում երկու հողատարածքի վաճառք ընդհանուր 7,800,000 դրամով։ 2024 թվականին Ծաղկադուրում բնակելի շենքի արկ 75 միլիոն դրամով։ Հատկանշական է, որ գործարքի հակառակ կողմը հենց նա էր, Թորոսյան Արսեն Գևորգ։
այլ գործարքներ ըստ հայտարարների։ 2023-2024 թվականներին Թորոսյանը Ծաղկաձոր Պարտ ՍՊՈՒ-ին տրամադրել է 17.500.000 դրամի չափով անտոկոս վարկեր, որոնք առևտրային կազմակերպություններում հնարավոր թաքնված ներդրումների վերաբերյալ հետաքննություններ են պահանջում։ Կնոջ եկամուտները հատուկ կասկած են առաջացնում Սերգեյ Բերեզինի անվան բժշկական ինստիտուտի և պետության միջև կնքված խոշոր պայմանագրերը։ Թորոսյանի կինը, Վարդանուշ Թևանյանը, ինստիտուտի տնօրենն է ու 10%-ի սեփականատերը։ Սա մասնավոր բժշկական հաստատություն է, որը մասնագիտացված է MFT, ՀՏ, նյարդաբանության և ուռուցքաբանության ոլորտում։ 2022-2024 թվականներին այս ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքել է մի շարք չափազանց խոշոր պայմանագրեր, ընդհանուր առմամբ ավելի քան 586 միլիոն դրամ առողջությամբ։ 2022 թվականին պետական պայմանագրերը կազմել են 93.975.000 և 66.610.000 դրամ։ 2023 թվականի 104.015.000 և 63.212.430 դրամ, 2024 թվականին 258.505.000 դրամ։ Ուղիղ խոսենք, պարոն Թորոսյան։